Եթե չեմ սխալվում 2024 թվականին, երբ որ այդ շինարարական աշխատանքները նոր էին մեկնարկում եւ այդ հարցի վերաբերյալ մեկ Երևանի քաղաքապետարան բարձր աստիճան պաշտոնյայի զրույցում ինքը ասել է դե շուկան սարքում ենք, հեսա շինթույլտվությունը կլինի, բան եւ այլն, դե ես ասում եմ լավ, հիմա ասում եմ հիմա դե ինչ են սարքում, ասում եմ գյուղամթերքի շուկա, իսկ բոլորս մասիվի բնակիչները գիտեն Mercedes-Benz-ի հատվածում ինչ փողոցային առևտուր է տեղի ունենում։ Դա հենց գտնվում է Թաղապետարանի դիմացը։ Մենք տեսնում ենք, որ Երևանով մեկ փողոցային առևտուրը ոնց են մարկանցից գույքը արգրավում են։ Տվյալ դեպքում մասիվի փողոցային առևտուր անող մարկանցից գույքը չեն արգրավում։ Գիտեք խի։ Հստակ իմ հարցը ես եմ տվել, ինձ հարցի տվել, ասել է, դե ինչ արգրավենք, արգրավենք իրանք գնալու են, հենց շուկան սարքեն, իրանք տաշելով տանելու ենք այդ շուկա։ Դե թող դրանից հետո մեկը փորձի փողոցում առևտուր անի, այսինքն ցանկացած այդ փողոցային առևտուրի համար իրականացնող մարկանց կոռուպցիայի մատերիալ են անում։ Եթե օրենքը բոլորի համար հավասար է, թող բոլորի հավասար լինի, այլ ոչ թե տաշելով չտուգանեն, չարգրավեն, որ հետագայում իրաց տաշելով տանեն շուկա։ Այդ տարածքը կառուցողը ով է, ինչ կապ ունի օրինակ Ավինյանի հետ, քաղաքապետարանի, իշխանության հետ, որովհետեւ հայ նկատմամբ կոռուպցիայի մեջ եք մեղադրում, դրական վերաբերմունք կապ ունի մեկը մյուսի հետ։ Հեսա ասեմ։ Ըստ մամուլի հրապարակած տեղեկությունների տվյալ սեփականատերերը անմիջապես կապ ունեն Տիգրան Ավինյանի հետ, իրեն մտերիմներն են։ Այդ ամեն ինչը հաստատվում է Տիգրան Ավինյանի անգործությամբ ու մեկ հարց ժողովուրդ ջան, ընդունենք մի պատկերացնենք, պատկերավոր, հա, որ Երևանի քաղաքապետարանը այդ ապօրինությունը չի տեսել, որ ապօրինի շուկա են սարքում մեկ տարվա ընթացքում։ Ոնց է լինում, որ Երևանի քաղաքապետարանը կառուցված շուկայի մայթը գալիս է, չասենք թաղապետա գալի, քաղաքապետն է գալի, չգիտեմ, ծրագ որ որոշումը օրինակ այս քանդած մայթը պիտի վերականգնենք, որը այդ կառուցապատողն է քանդել։ Չի ասում, անգել ջան, դու ես քանդել, դե դու էլ վերականգնի։ Խի է այդ մայթը կառուցապատում, վերանորոգում երևանցիների գումարներով։ Ակնհայտ Ըտե կա հովանավորչություն, հակառակ դեպքում, իմ խոսքերին հակառակը ապացուցելու համար կա մի հիմնավոր պատճառ։ Թող գնան, քանդեն, բայց իրանք ինչը հայտարարում են զրպարտություն, Տիգրան Ավինյանը դատիկը տա, բայց իրականում ես ճիշտ եմ ասում։ Ժողովուրդ ջան, մեկ պարզ հարց, մեկ էլ դիտարկում հարց չէ։ Այդ ամեն ինչը հաստատող, որ Տիգրան Ավինյանը ըստ երևույթի անհնար առանց իր իմացության դա տեղի լինի։ Ոնց կարելի է պաշտոնական սուտ տեղեկատվություն տրամադրելը, որ մեկ դիմումում ասում են շինթույլտվություն կա, մեկ ուրիշ դիմումում մեկ տարի անց, երբ որ արդեն շինությունը կառուցվել է, հայտարարում են շինթույլտվություն չկա։ Դա հենց ձերբակալության հիմքեր է ակնհայտ։ Այո, ամբողջովին տվել եմ, ես նորից եմ կրկնում։ Ձերքումս երկու ծրայր կա, երկու ծրայրում էլ նույն բովանդակությունն է, նույն նախադասությունն է, նույն հանցանքի մասին է։ Մեկ ծրայրի մեջ հաղորդումը, որ ես գրել եմ, Տիգրան Ավինյանի անունն է, հաղորդումը քրեական վարչության նախաձեռնել, նույն բովանդակություն, նույն հաղորդումն է, ամեն ինչ նույնն է, Տիգրան Ավինյանի անունը հանել եմ, քրեական վարույթ նախաձեռնել են։ Հեսա նայենք։ Հանդիպ չկա նայենք։ Ես կարամ ձեզի տրամադրեմ, ես ասեմ, մոտավոր մեկ ամսվա, հեսա։ Էսի 11-10-ին, էսի Մ Գյուլասարյան, իմ կարծիքով տարբեր կլինեն։ Նույն մարդիկն են, հես են, հարգելի Գյուլասարյան։ Էդ ես չէի նկատել,
Այսինքն, էսի դեկտեմբերի 9-ին է հարուցվել, քրական գործը հարուցել են դեկտեմբերի 9-ին, այն որ մերժել են եղել է անցած այն նոյեմբերի 10-ին, այսինքն մեկ ամսվա տարբերությամբ նույն դատախազն է եղել։ Այսինքն ժողովուրդ ջան, էդ էլ այն որ ասում եմ մենք բոլորս իրար հետ բացահայտեցինք, այսինքն նույն դատախազը, նույն մարդը, այսօր փաստաթղթով կա, նույն հանցագործությունը, որտեղ Տիգրան Ավինյանի անունը կա, քրեական վարույթի նախաձեռնում, այն մյուսով, որտեղ Տիգրան Ավինյանի անունը կա, հանածա քրեական վարույթ նախաձեռնումը, տենց ո՞նց է լինում։ Ձեր ցանուցման մեջ նաև թիվ եք նշանակել հիշատակի կոռուպցիայի չափի Տեսեք, այդ հաշվարկները։ տեսեք, ես նորից եմ կրկնում, ուրեմն նայեք, շինությունը կառուցվել է առնվազն մոտավոր 946 քառակուսի։ Սեփականության իրավունքով պատկանող հողատարածքի մակերեսը կազմում է 436 քառակուսի, այսինքն շուրջ 500 քառակուսի եւ ավել համայնքային հողատարածք է հանդիսանում։ Այնտեղ մի քիչ շատ շեղումներով է, այնտեղ մի քիչ հարմար չի եղել չափելը, դրա համար կլորցած 500 եմ ասում, թեպետ 500-ից ավել է։ Հիմա ես այդ գինը որտեղից եմ ստանում, նորից եմ կրկնում, այդ հողատարածքը գտնվում է 6-րդ գոտում։ Երևանի քաղաքապետարանի աճուրդներով աճառվող հողատարածքները մասիվի 6-րդ գոտում գտնվող հողատարածքի մեկնարկային գինը կազմում է 350,000 դրամ։ Հիմա բոլորս 500 անգամ 350,000 դրամ, 175 միլիոն դրամ, հետը բաժանենք դոլարի, 454,000 դոլար, առնվազն այդ կամ մեկնարկային գինը, այդ շուկայական ես գին չեմ ասում, բայց եթե մենք հաշվենք շուկայական արժեքով, շինթույլտվության արժեքը, նախագծման արժեքը, եւ այդ բոլորը իրար հետ, տեսեք ժողովուրդ ջան, մոտավոր 700,000 դոլար գումար է կազմում։ Դրանով քանի հատ մանկապարտեզկարային նորոգ են կամ բակերում խաղահրապարակներ կառուցեին։